Բարև բոլորին։ Ողջույն բոլորին։ Հուսամ լավ եք։ Так, մի հատ իմ մոտ չաթը բացի, որ ձեզ կարողանամ հարցերը տեսնեմ։ Ոնց որ ուժը աշխատում է ամեն ինչ։ Ուրեմն այսօր խոսելու ենք խարդախություններից, որոնք տեղի են ունենում ընդհանուր կրիպտոյում, թե կրիպտոյից դուրս, ոմանք լինում են կրիպտոյի հետ կապ չունեցող, բայց հետո դառնում են կրիպտո, որ տենց հետքեր է մաքրեն կամ եւ այլն, ամեն տեսակ խաբեություն է, այսօր դրանից ամեն ինչից խոսելու ենք։ Իրականում ասենց ասած արդի թեման է այսօր, այս խարդախությունները, որովհետեւ գնալով ինչքան ասած գնալով ավելի շատանում է խարդախությունները ու ունես տպավորությունը ոնց որ խարդախությունը դառնում է մասնագիտություն մարդիկ ձգտում են դառնան այսպես ասած խարդախ, չգիտեմ, այտենց միգուցե իրանք մտածում են որ այտենց ավելի շատ գումար կարան աշխատեն կամ չգիտեմ երկար ժամանակ չեն կարա նրանց բռնեն, որտեղ կօգտվում են կրիպտոարժույթներից, կարողանան հետքը իրանց մաքրեն, բայց իրականում այդ ամեն ինչը այդքան էլ այտենց չի ու ամեն ինչը շատ ավելի վերահսկելի է, քան իրանք են մտածում ու ամբողջ այդ գործընթացների, չեմ, այդ ամեն ինչի մասին այսօր կխոսենք ու ասում ենք սկսել արդեն, այստեղ մի փոքր անդրադառնանք մեր աջենդային, թե այսօր ինչ ենք խոսելու ու այսօր քննարկելու ենք առաջինը թե ինչու են խարդախները թիրախավորում հենց բլոկչեյնը, բլոկչեյն ասելով այստեղ նկատի ունենք թե Web3 ընդհանուր կրիպտո ոլորտը։ Վերջին խարդախության սխեմաները, որոնք են հիմա այս շրջանում շատ արդի, ինչպես չդառնալ խարդախության զոհ, վերջում կունենանք հարցերի պատասխանների տենց ընթացք եւ հետո արդեն կխաղանք կախուտ խաղը, որտեղ հաղթողները կստանան նվերներ։ Եթե դուք հարցեր ունենաք, այստեղ չաթում կարող եք գրել, բայց պատասխանների համար թողենք վերջում կարդանք, պատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Այսօր մեր խմբի ամենասիրած թեման է, փորձը ցույց է տալիս, որ մարդիկ շատ են խաբնվում, ոչ թե խարդախություն, այլ ավելի հասկանալի լեզվով եթե ասենք, սկամերները շատ ակտիվ են, իրանք միշտ են ակտիվ ու միշտ են փորձում մարդկանց խաբել։ Դրա համար այսօր կանդրադառնանք տարբեր խաբեության ձևերի, թե ոնց են տարբեր ձևերով սկամերները փորձում ձեզ խաբել։ Մեր չաթում եւս մեր խմբում եւս բազմիցս նմանատիպ դեպքեր եղել են եւ մենք փորձել ենք մարդկանց հետ պահել, որպեսզի նրանք չկորցնեն իրենց գումարները, բայց հիմնականում մարդիկ արդեն գումարը կորցնելուց հետո են գալիս եւ սկսում հարցեր տալ, թե ինչով մենք կարող ենք օգնել եւ այլն։ Կանդրադառնանք նաեւ հենց դրան, որ ցավոք սրտի, երբ արդեն դուք խաբնվել եք եւ ձեր գումարը փոխանցել եք, ոչ մի եղանակ չկա դա ետ բերելու, այնպես որ այսօրվա ուղիղ եթերը շատ կարևոր է, բոլորդ նայեք շատ ուշադիր նայեք, որպեսզի հետագայում չխաբնվեք եւ սկամերները նորից չհարստանան մեր բոլորի գրպանի հաշվին։ Ահա, շատ ճիշտ է։ Հիմա անդրադառնանք, ինչու է բլոկչեյնը դառնում հենց խարդախների թիրախ։ Առաջինը անանունությունն է, որը գրավում է հանցագործներին։ Բլոկչեյնը թույլ է տալիս օգտատերերին մնալ կեղծ անանուն, այսինքն իրականում բլոկչեյնում գործարքները
գիտենք բոլորս տեղի ունենում մեր դրամապանակի հասցեներով։ Բլոկչեյնի դիտարկիչներով մենք տեսնում ենք մեր դրամապանակի հասցեները կամ այլ մարդկանց դրամապանակի հասցեն։ Իրականում այդ չի նշանակում, որ այդ ամեն ինչը full անոնիմ է ու չկան եղանակներ այդ ամեն ինչը պարզելու։ Իրականում եղանակները շատ են, բայց ամենատարածված եղանակներից մեկն է, երբ որ դիտարկիչներով տեսնում են, թե տվյալ հասցեն որ բորսայա գումար փոխանցել կամ որ բորսայից է գումար փոխանցել իր դրամապանակին։ Հաճախ հենց այդ բորսաներին հարցում անելով կարողանում են հասկանան, թե ով է տվյալ մարդը։ Իրականում հենց այդ կեղծ անանունությունը հեշտացնում է խարդախներին, որ առանց հետքի գործեն։ Բայց իրականում այդ երկարաժամկետ այդքան էլ այդպես չի։ Ճիշտ է, կարճաժամկետ կարողանում են այտենց անեն, փորձել թաքուն մնալ, շատ չերևալ, բայց իրականում երբ որ արդեն շատ է չափը անցնում ոնց որ իրենց կատարած խարդախությունների, հնարավոր է դինում այդ ամեն ինչը տեսնել։ Բայց այնուամենայնիվ ավելի հեշտ է իրանց տեսանկյունից այտենց թաքուն մնալ, քան օրինակ երբ որ կարողանան խաբեն, ու հետո այդ գումարները կատարեն օրինակ բանկերի միջոցով, այնտեղ շատ ավելի վերահսկելի է հենց բանկի կողմից։ Երկրորդը արագ զարգացող տեխնոլոգիան է։ Շատերը այդքան էլ տեղեկացված չեն այս տեխնոլոգիայի մասին, շատերը ուղղակի լսել են Bitcoin-ը ինչ է, բայց խորապես չեն հասկանում, թե տեխնոլոգիան իրանից ինչ է ներկայացնում, ու իրենց թվում է, թե տեխնոլոգիան բանկային համակարգի նման է աշխատում ու կարելի է կատարած գործարքները հետո հետ բերել կամ հարցում ինչ-որ բլոկչեյնին դիմել եւ նրանք կրիպտոարժույթը կորցրած հետ կբերեն, բայց իրականում ստեղ պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է օգտատերերի վրա, այսպես ասած։ Ճիշտ է, ստեղ երբ որ խոսում ենք օրինակ Binance-ի մասին, հաճախ երբ որ փոխանցում եք օրինակ ինչ որ EVM-ի հասցեի, Ethereum-ի հասցեի, որը տվյալ կրիպտոարժույթը Binance-ում չկա, այնուամենայնիվ լինում է դա ինչ որ մի վճարով իհարկե, ինչ որ տոկոս պահելով հետ վերադարձվի ձեզ։ Բայց նույնը տեղի չունենա, երբ որ դուք կատարեք գործարքներ օրինակ ապակենտրոնացված ֆինանսներում։ Շատ ապակենտրոնացված հարթակ եմ։ Տվյալ դեպքում Binance-ը կենտրոնացված հարթակ է ու այդ ամեն ինչը կարողանում է կազմակերպի, որ ձեր գումարները, ես տվյալ օրինակն եմ հենց բերում, դա չի վերաբերվում, եթե դուք ուղարկեք մի հատ անհայտ բլոկչեյնի վրա գտնվող կրիպտոարժույթ, չնայած դուք դրա հասցեներ չեք կարող ճարել Binance-ում, բայց այնուամենայնիվ, եթե այտենց ուղարկեք, հնարավորություն չի լինի ձեր գումարները հետ վերադարձնելու։ Այստեղ երբ որ խարդախներն օգտվում են հենց գիտելիքի պակասից եւ FOMO-ից, որը մարդկանց մոտ առաջացնում է տենց երևույթ, որ նրանք ինչ որ բանից հետ են մնում, նրանց ընկերները կամ չգիտեմ ծանոթները կարողանում են հարստանալ, գումարներ աշխատել, նրանք դրանից հետ են մնում ու հենց այդ հուզական ֆոնի վրա կարողանում են ազդել։ Դրա մասին ավելի մանրամասն դեռ կխոսենք։ Երրորդը դա անվերադարձ գործարքներն է, երբ հաստատումից հետո գործարքը հնարավոր չի չեղարկել կամ վերադարձնել։ Սրա մասին արդեն խոսեցինք, բայց էլի շատ կարևոր է դա հասկանալ ու հասկանալ այդ պատասխանատվության չափը, ու եթե նման դեպքում ինչքան էլ որ խոստանան եւ ասեն, որ հետո կլինի գումարը հետ բերել, եթե չեք ուզում մենք վերադարձնենք եւ այլն, տենց բլոկչեյնում այդ մեխանիզմը չի գործում եւ եթե ուղարկեցիք ինչ-որ մի հասցեին, վերջ, այդ հասցեից հետո ուզում եք կապեք, իմացեք ով է տվյալ դեպքում, ամեն դեպքում չկա ինչ-որ մի հարթակ, ում կարողանալու եք դիմեք, ինքը ինչ-որ այդ մյուս անձից վերցնի ու ուղարկի ձեզ։ Անցնենք առաջ ու այստեղ խոսենք, որ դուք այս ամենից հնարավոր է պաշտպանվել, հնարավոր է չդառնալ խարդախության զոհ ու դրա հիմնական ոնց որ ձևը, որ չդառնանք խարդախության զոհ, այդ գիտելիքներն է։ Անդադ մենք պետք է մեր գիտելիքները հարստացնենք, որովհետև խարդախների մտքի թռիչքը շատ մեծ է ու իրանք կարողանում են անընդհատ նոր սխեմաներ, մեխանիզմներ գծեն ու հասկանան, թե ոնց կարելի է խաբել մարդկանց։ Ու այդ գիտելիքները անընդհատ
հետևելը ու զարգանալը դա հենց ի օգուտ մեզ է լինելու ու մեր գումարները։ Իրականում կարևոր չի թե ինչքանն ես դու կրիպտոարժույթով գումար աշխատում, վերջո կարևորը թե ինչքան այդ կրիպտոարժույթը թե դու ոնց ես կարող պահես ու տնօրինես, որովհետև դու կարող ես իրականում մեծ գումարներ աշխատել, բայց մի սխալ տեղ պահելը կամ մի սխալ գործարք կատարելը ամբողջությամբ այդ քո գործարքները լրիվ ջուրը գցի։ Ու հենց դրան ավելի շատ պետք ուշադրություն դարձնել, ոչ պակաս պետք է դրան ուշադրություն դարձնել, քան մտածել թե մենակ ոնց կարելի է կրիպտոարժույթներով աշխատել։ Այստեղ մի լրացում անեմ, ճիշտ է, պետք է անդադ սովորել, որ ունենալ այն գիտելիքները, որոնցով որ կկարողանաք ինքներդ ձեզ պաշտպանել, բայց շատ հաճախ երբ դուք դեռ չունեք այդ գիտելիքը, դեռ չեք սովորել, չեք հասկանում, թե ինչ են ձեզ առաջարկում անձնական նամակագրությամբ, շատ հաճախ դա տեղի ունենում հենց անձնական նամակագրությամբ, երբեք ձեզ որևիցե զեղծարար, որևիցե սկամեր չի գրի խմբում եւ ձեզ չի առաջարկի ինչ որ խաբեության ձևով ձեզանից գումար չի փորձի խլել հենց խմբում, այն միշտ տեղի ունենում անձնական նամակագրությամբ։ Երբ ձեր հետ նման բան է տեղի ունենում եւ դուք մտածում եք, որ միգուցե այս մարդը ձեզ լավ բան է առաջարկում, ոչ թե փորձեք ինքնուրույն ման գալ, որովհետև դուք հնարավոր է գտնեք սխալ ինֆորմացիա, քանի որ չեք տիրապետում լիարժեք գիտելիքներին, այլ ավելի լավ է միանգամից դիմել ոչ միայն մեր, այլ նաև այլ տարբեր հայկական խմբեր կան կրիպտոարժույթներին վերաբերող, ավելի լավ է միանգամից դիմեք այդ խմբերում, հարցնեք եւ կստանաք շատ խորը պատասխան այն առաջարկի մասին, որը որ ձեզ տրվել է անձնական նամակագրությամբ։ Մենք բոլորս հենց անգելները, Binance Angel-ները ձեզ կօգնենք այդ հարցով, իսկ եթե անգամ մենք չլինենք այդտեղ, մեր Binance-ի խմբում կան բազմաթիվ բանիմաց մարդիկ, ովքեր որ կարող են ձեզ տալ ճիշտ պատասխան, թե արդյոք ձեզ առաջարկվող ֆինանսական գործիքը կարող է իրոք ձեզ բերել ֆինանսական օգուտ, թե դուք կունենաք ֆինանսական կորուստներ։ Դա շատ կարևոր է, եթե դուք սկսնակ եք եւ դեռ չունեք գիտելիքներ, կասկածում եք արդյոք այս առաջարկը լավն է թե վատն է, միանգամից մի հավատացեք, այլ հարցրեք խմբում։ Մենք եւ մնացած բոլոր խմբակիցները ձեզ կօգնենք։ Անցնելով առաջ խոսենք խոսել արդեն խարդախության սխեմաների մասին։ Խարդախության տեսակները այստեղ իրականում ինձ թվում է ես առանձնացրել եմ ամենատարածվածները, բայց միայն սրանով չի սահմանափակվում, ցավոք սրտի։ Ու առաջին օրինակը խարդախության դա ֆիշինգն է։ Ֆիշինգը իրանից ներկայացնում է նամակ, երբ որ ձեզ նամակ են ուղարկում ու նամակը պարունակում է link, երբ որ մուտք է գործում այդ link-ով, թվում է թե օրինակ համար դուք մտնում եք օրինական сайт, այդ դեպքում կարող է հենց Binance-ի նման լինի ամեն ինչ, արտաքին տեսքը նկատի ունեմ կայքի, բայց երբ որ ուշադիր տեսնեք link-ին, այն link-ով որով որ մտնում եք, կարող է այնտեղ գրված չի լինում Binance։ Սովորաբար կարող է գրված լինի օրինակ Binance ինչ-որ թվեր կամ այնպես լինի օրինակ Binance-ի տեղը I տեղը L գրվի ու անգլերենով այդքան շատ առաջի հայացքից տեսանելի չլինի, որ դուք հենց իրականում Binance-ի сайт մուտք չեք գործում։ Դա հենց phishing-ի օրինակն է, ու երբ որ այնտեղ գրանցվեք, չգիտեմ, կրիպտոարժույթներ ուղարկեք կամ դրամապանակը գցեք, միանգամից ծրագիրն հենց է ստեղծված, որ գողանա ձեր գումարները։ Երկրորդը դա on-line խարդախություններն է, իրականում բոլոր խարդախություններն էլ on-line խարդախություններ են համարվում, ուղղակի այստեղ առանձնահատուկ կարելի անդրադառնալ անձնական նամակագրությունում, երբ որ անձնական նամակագրությամբ են գրում ու փորձում են օրինակ համար մարդկանց օգնել, փորձում են, չգիտեմ, իրականում կարող է օգնել, սկզբից գրեն, իրոք օգնեն, մի 2-3 անգամ նոր եք են տեսել ու փորձում են օգնել, բայց դրանք դες փորձում են ուղղակի վստահություն շահել ու երկարաժամկետ այտենց օգնելուց հետո կարող մի անգամ ուղղակի խաբեն ու վերջ։ Դա արդեն անվերադարձնել լինի ձեր գումարները։
այստեղ մի լրացում անեմ, ոչ մի բիրժա, ոչ մի բորսա, դա կլինի Binance-ը, դա կլինի մնացած բոլոր բորսաները, երբեք չեն ունենում ոչ մի ակցիա, որը որ ձեզ հնարավորություն կտա շատ արագ եւ շատ մեծ գումար աշխատել, իբր դուք գումարը ուղարկում եք այդ բորսային եւ նա ձեզ 80%, 50% կամ կրկնակի ավել այդ գումարը ձեզ է ուղարկում։ Դա շատ հիմար խաբելու ձև է, բայց նորեկները չեն իմանում, որ բորսաները չունեն նմանատիպ ակցիաներ եւ շատ հաճախ խափնվում են։ Նման բան գոյություն չունի, եթե նման բան գոյություն ունենա, մենք առաջինը կհայտարարենք դրա մասին մեր խմբում։ Սակայն, երբ ձեզ նմանատիպ բան են առաջարկում, արդեն միանգամից կարող եք հասկանալ, որ սա խաբեություն է։ Երրորդ օրինակը տրիուգոլնիկ կոչվող խաբեության տեսակն է, իրականում ես չգտա հայերեն թարգմանություն, այստեղ կարելի է գրել եռանկյուն, ուղղակի մարդկանց շրջանում տրիուգոլնիկը ավելի տարածված է, ու այստեղ իրականում կարելի է գրել ընդհանուր P2P, որովհետև հենց այս խարդախությունը P2P-ում է տեղի ունենում, ու P2P-ում բազմաթիվ են խաբեությունները, երևի կարելի է առանձին համասեսիա ունենալ, խոսել մենակ P2P խարդախություններից, որովհետև ընտեղ իրականում շատ տեսակներ կան, բայց ամենահիմնականը պետք է միշտ հասկանալ, որ Binance-ը արգելում է, երբ որ P2P գործարքում գտնվում է միջնորդ մարդ, կամ երբ որ գործարքը կատարվում է Binance-ից դուրս։ Տվյալ դեպքում ինչքան էլ մարդիկ համոզեն, ասեն մենք ձեզ կօգնենք, եթե դուք P2P-ից չեք հասկանում ոնց P2P գործարքն անենք, մենք ձեզ կօգնենք, միջնորդ հանդիսանանք, այդ ամեն ինչը Binance-ում է տեղի ունենում, մենք չենք կարող ձեզ խաբենք, այդպես բան գոյություն չունի։ Binance-ում էլ է հնարավոր խաբել։ Իրանք կարող են գալ Binance, ասեն ձեր գումար ուղարկեք մեզ, մենք P2P-ն կանենք մյուս անձի հետ, ու հետո գումարը կփոխանցենք ձեզ։ Դա այտենց օրինակն եմ ասում, իրականում իրանք կարող ուրիշ այտենց բաներ ասեն, բայց հիմնականում միջնորդի գաղափարը նույնն է լինելու։ Ու երբ որ փորձում են Binance-ից դուրս հանել, իրականում երբ որ դուք P2P գործարքը սկսում եք, այնտեղ գրված է լինում հաշվի համարը, մարդու անձնանուն պետք է գումարը փոխանցեք կամ ով պետք է ձեզ գումարը փոխանցի, այնտեղ կա chat, որտեղ մարդիկ շփվում են, խոսում են։ Այդ ամեն ինչը պետք է կատարվի միայն chat-ի ներսում, ոչ Binance-ից դուրս, որովհետև երբ որ Binance-ից դուրս կատարվի, Binance-ը արդեն չի կարող դա տեսնել, իսկ Binance-ի chat-ում, երբ որ ապելյացիա գնա գործարքը, արդեն Binance-ը կարողանա քննել, հասկանալ, թե ումից է խնդիրը եղել եւ ինչ է կատարվել իրականում։ Դրա համար միշտ պետք է հիշել, որ միջնորդ մարդ պետք է չլինի P2P գործարքում։ P2P ամբողջ գաղափարը դա person ու մարդ գործարքներն են, այսինքն դուք կատարում եք մեկ ուրիշ մարդու հետ գործարք, կամ մեկ ուրիշ մարդը ձեզ հետ է կատարում։ Միակ միջնորդը այստեղ Binance-ն է հանդիսանում։ Քանի որ տեղ ունենում Binance-ի պլատֆորմում եւ Binance-ը սարսման գործընթացն է կատարում կրիպտոարժույթների, որպեսզի երբ որ գումարը դուք սկանաք կամ փոխանցեք, կրիպտոարժույթները ավտոմատ նա վերցնի եւ տեղափոխի մյուս մարդու Binance-ի հաշվին։ Վերջ, ուրիշ միջնորդների կարիք չկա ու իրականում պետք էլ չի որ լինի։ Իսկ ինչ վերաբերում է տրիուգոլնիկին, դա հենց միջնորդն է, երբ որ մի երրորդ անձ է ավելանում։ Եթե P2P գործարքներից չգիտեք, այսինքն տեղեկացված չեք, թե ոնց է դա կատարում, դժվար է իրականում սկզբից սովորելը, Binance-ում օրինակ բազմաթիվ տենց ուսուցողական տեսանյութեր կա, որոնք կարող եք թե YouTube-ում գտնել, թե Binance QR հարթակում էլ կարող եք տենց ինֆորմացիան գտնել, խմբում էլ կարող եք ասել, մենք մանրամասն ձեզ կօգնենք, կուղղորդենք, թե ոնց օգտվեք հարթակից։ Ամեն դեպքում միջնորդի դերը այստեղ ընդհանրապես իմաստ չունի։ Մյուսը դա բանկային վերադարձն է։ Իրականում հաճախ ես իրականում չեմ լսել, որ այսպեսի գործընթաց տեղի ունենա, երբ որ P2P-ում գործարք է կատարվել, հետո զանգեն բանկին, ասեն հետ վերադարձ կատարեք, մենք սխալ ենք փոխանցում արել, ամեն դեպքում բանկն էլ է հարցնում, թե հասկանում, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Չեմ լսել իրականում, որ այդպես խաբեն, ամենայն դեպս Հայաստանում, հա, այլ երկրներում լսել եմ, եթե չգիտեմ, ինչ որ մեկը լսել է իր ծանոթներից կամ բարեկամներից, որ նման ձև խաբել են կամ իրենք են հենց խաբեության զոհդարձը, խնդրում եմ գրեք, ինձ հետաքրքիր է շատ էլի, տեսնենք լինում է տենց խաբեության ձևեր, թե չէ։ Մյուսը վնասակար ծրագրերն է,
իրականում եթե iPhone-ը առանձնացնենք, խոսենք Android համակարգերից կամ ընդհանուր համակարգիչներից Windows-ից, այնտեղ հա, երբ որ դուք link-ով անցնեք, ինչ որ ծրագիր բացի, դուք կարող ոչ մի բանի վրա չծխմեք ու չքաշեք, բայց ավտոմատ երբ որ link-ով գնաք, ինչ որ մի բան քաշվի, որը այնքան քիչ լինի, որ դուք էլ սկիչ տեսնեք, որ ինչ որ բան է քաշվում, բայց դա քաշվի ու արդեն այդ վնասակար ծրագիրը սկսի փչացնել ձեր ոչ միայն փչացնել ձեր սարքավորումը, այլև եթե ունենաք դրամապանակ, կարող է դրամապանակից փորձեն ձեր կրիպտոարժույթները դուրս հանել։ Իրականում մի փոքր դժվար է այտենց ծրագրեր գտնել, որոնք ուղղակի պետք է քաշել եւ իրանք ոնց որ կվնասեն ծրագիրը կան, բայց հիմնականում նենց է դարձել արդեն խարդախությունները, որ էլ չկա այն կինոների մեջ որ լինում է, ինչ որ հակերներ են նստած լինում մուսենյակում, ինչ որ մարդկանց են խափում, ծրագրեր են սարքում, իրականում ամեն ինչ ավելի պարզացել է ու հենց խաբեբաներն էլ հասկացել են, որ իրականում իմաստ չունի այդքան ժամանակ ծախսել ինչ որ վնասակար ծրագրեր կամ այլ ծրագրեր գրել, ստեղծել, այլ կարելի է ուղղակի ազդել մարդկանց վրա, մարդկանց համոզել ու դա ավելի լավ կարող է աշխատել ու ավելի հեշտ կարող է լինել տեսանկյունից, քան օրինակ հենց այդ ծրագրեր ստեղծել կամ տարածելը։ Իրականում այդ ծրագրեր սարքել, ստեղծել, տարածել ավելի թանկ է լինում ու դրա համար ավելի շատ խարդախներ անցնում են հենց այդ ուղղակի մարդկանց համոզելու, մարդկանց այդ սոցիալական ինժեներիային։ Մյուսը անօրինական ապրանքների եւ ծառայությունների վաճառքն է։ Իրականում ցավոք սրտի Հայաստանում էլ Telegram-յան խմբերի միջոցով շատ է տարածվում հենց այդ անօրինական ապրանքներ կամ ծառայությունների վաճառքը ու դա էլ նախ պետք չի նման բանով զբաղվել եւ երկրորդն էլ հենց այնտեղ ինչ ծառայություն որ գնում եք նախ այդ ծառայությունը պետք չի որ գնեք երկրորդն էլ հաստատ այդ ծառայությունը ձեզ ոչ մի այսպես ասած գարանտիա չկա որ ձեզ կտրամադրեն Մյուսը rug-pull կոչվող սխեման է, որը էլի նույնպես շատ տարածված է, երբ կրիպտոարժույթ են ստեղծում ու կրիպտոարժույթ ստեղծողը պահում է այդ ամբողջ կրիպտոարժույթի էմիսիայի մեծ մասը ու կարողանում է դա վաճառել եւ գինը ընկնել։ Վերջերս տենց մի օրինակ եղավ, Rave DAO-ն էր, եթե չեմ սխալվում, տենց կրիպտոարժույթը մեկ օրում եկավ մինչև 6.5 միլիարդ դոլար հասավ շուկայական կապիտալիզացիան ու մի անգամից ընկավ, այսինքն մեծ թվով այդ կրիպտոարժույթից պահում էին սեփականատերերը, նրանք վաճառեցին, այդ կրիպտոարժույթը ամբողջությամբ հավասարվեց 0-ի։ Իրականում այստեղ հենց այդ խաբեությունը աշխատում է այն մարդկանց հաշվին, ովքեր գնում են, գինը բարձրանում է, իսկ այն սեփականատերերը արդեն սկզբնական փուլում շատ վաղ շրջանում կոպեկներով ուղղակի գնել են, հետո արդեն ուրիշների հաշվին դա վաճառում են, փաստացի մնացածը բոլորը գումար իրենց կորցնում են, իսկ իրանք շահում են այս մնացածի հաշվին։ Մյուսը դա բուրգերն է, բուրգերը տարածված է, էլի շատ տարածված է, երբ մարդիկ ներդրում են անում ու խոստանում են, որ իրանց եկամուտ կստանան, օրինակ կարող խոստանան օրական 2-3% եկամտաբերություն Եվ ամսական դե պատկերացնում եք ինչ թիվ է կազմում օրական 2-3% եկամտաբերությունը ու շատ հաճախ մարդիկ տենց գումար են ներդնում, կարողանում են, հա, օրինակ մի քանի օր ընթացքում դա գումար ներդնել այդ հարթակում, հետո դա հանել, հարթակը բուրգի գաղափարը ամբողջ նրանում է կայանում, որ առաջին մի քանի օգտատերերին թույլ տա այդ ձևով նրանք գումարները դուրս հանեն, իբր ստեղծելով իլյուզիա, որ նրանք կարող են տենց անվերջ գումար աշխատեն, բայց իրականում դա ուղղակի մարդկանց փորձում են վստահեցնել, որ ծրագիրը նորմալ է, ամեն ինչ աշխատում է, ամեն ինչ նորմալ աշխատելու է, այդպես մարդիկ սկսում են արդեն իրենց ծանոթներին, հարազատներին կանչել ու բուրգի գաղափարը այս դրանով է աշխատում, որ ինչքան ծանոթ բերես մեր հարթակ, այդքան ավելի բարձր կլինի տոկոսը քո օրական աշխատելու տոկոսը ու ստացվում է այնց, որ այդքան մարդիկ երիք չի կորցնում են իրենց գումարը, մի հատ էլ իրենց ծանոթներին, հարազատներին են ասում, ու ստացվում է, որ արդեն միայն իրենց խնդիրը չի դառնում, ու տենց հենց ամբողջ բուրգի սխեման այդպես է տարածվում, մեկը մյուսին ասելով, մեկը մյուսին հրավիրելով, հավատալով, ու ստացվում է այնց, որ բուրգը տենց կարողանում է ընդլայնվել։ Մյուսը
Այստեղ մի լրացում օրինակ բերեմ, վերջին ամենահայտնի բուրգերից մեկը Hello Beat-ը, շատ հաճախ երբ որ մարդկանց ասում ես որ սա բուրգ է եւ ավելի լավ է այստեղ գումար չներդնեք, նրանք ասում են հենց բուրգը ստեղծողների խոսքերը, որ մենք գիտենք որ սա բուրգ է, բայց սա այլ տեսակի բուրգ է եւ ինքը դեռ շատ երկար ժամանակ աշխատելու է, այնտեղ տրամադրում էին 10% եկամուտ, եթե չեմ սխալվում, ամսական 10% եկամուտ, եւ բոլորը նույն բանն էին ասում, նույն խոսքն էին ասում, որ սա այլ տեսակի բուրգ է եւ սա շատ երկար դեռ կաշխատի, մի զրկեք մեզ հնարավորությունից, որ մենք գնենք մեզ տուն, բնակարան, մեքենա, ոսկիներ, մեզ մի զրկեք մեր դղյակներից, սակայն այդ նույն Hello Beat-ը 3 տարի էր աշխատել եւ մի յուրահատկություն եւս ասեմ, նմանատիպ բոլոր բուրգերը ավարտվում են այն ժամանակ, երբ արդեն տարածվում են որևիցե համեմատաբար աղքատ երկրում, որը որ հանդիսանում է Հայաստանը, մեր երկիրը այդքան էլ հարուստ չէ, բնակչությունը այդքան էլ հարուստ չէ, համեմատած օրինակ եվրոպական երկրների կամ ասիական երկրների, Ամերիկայի օրինակ, եթե հետ համեմատենք, մեր երկիրը այդքան էլ հարուստ չէ, նմանատիպ բուրգերը միշտ ավարտվում են որևիցե աղքատ երկրում, քանի որ այդ երկրի բնակչությունը առավել ագահ է եւ այդ երկրի բնակչությունը ավելի շատ է ցանկանում գումարներ դնել նմանատիպ պրոյեկտներում, որտեղ որ իբր հնարավոր է առանց ոչինչ անելու շատ հեշտ ու շատ մեծ գումարներ աշխատել եւ մի կարևոր փաստ եւս, երբ նման բուրգերը վերանում են, հայտնվում են մարդիկ տարբեր խմբերում, գրում են, որ այս բուրգը վատն է, մենք ասում ենք, որ այս բուրգը վատն է, կա նորը, որը որ հաստատ լավն է, միացեք այս նոր բուրգին, մարդիկ նորից հավատալով, դեռ նոր են իրենց գումարը կորցրել, էմոցիաների ազդեցության տակ միանում են մյուս բուրգին, որը որ ունենում է ավելի արագ վախճան, սովորաբար մեկ շաբաթ, մեկ ամիս անց այդ բուրգը եւս վերանում է։ Դա լինում է թե հենց նույն բուրգի կազմակերպիչների կողմից, թե այլ խարդախների կողմից, ովքեր որ փորձում են օգտվել մարդկանց էմոցիոնալ վատ վիճակից։ Անցնելով առաջ խոսենք դրամապանակների կոտրումից, իրական դրամապանակների կոտրումն էլ 1000-ից մեկ կարա լինի, աշխատ միլիոնից մեկ դաժե կարելի ասել, երբ ուղղակի դուք ոչ մի չանեք ու տվյալ դեպքում Trust Wallet-ը եթե օրինակ բերենք, հակերները կոտրեն Trust Wallet-ը ու մարդկանց գաղտնի բանալիները կարողանան վերցնել։ Իրական նման մի դեպք եղել էր վերջերս, երբ որոշ մարդկանց տենց գաղտնի բանալիներ կարողացել էին գողանալ, բայց դա Trust Wallet-ը հայտարարել էր, նշել էր, որ դա հակերական հարձակում է տեղի ունեցել եւ տվյալ դեպքում դա պաշտպանությունը նենց է ստեղծած դրամապանակների, որ նման դեպքերը հավասարեցնեն 0-ի, չնայած որ լինում են դեպքեր, երբ նման բաներ են տեղի ունենում, բայց երբ որ խոսենք մարդու խնդրից, մարդու, այսինքն մարդու պատճառով տեղի ունեցած խնդրից, այնտեղ կարելի է օրինակ իրենց դրամապանակը, երբ որ գցում են այդքան ոչ հայտնի կայքերում, եւ երբ որ դրամապանակը գցում են, ինչ որ գործարք են ստորագրում ու վերջ, իրենց դրամապանակում ինչքան կրիպտոարժույթ կա, ամբողջությամբ անհետանում է, տվյալ դեպքում անհետանում ասելով տեղափոխվում է խարդախի դրամապանակ։ Ու տենց այդ տրեյներների միջոցով իրենց դրամապանակը ամբողջությամբ կարողանում են մաքրել։ Դրա համար միշտ դրամապանակը գցելուց, տվյալ դեպքում կլինի Binance Wallet-ը, թե Trust Wallet-ը, թե այլ դրամապանակներ, միշտ պետք է տեսնեք, թե ինչ հասանելիություն եք դուք տալիս։ Շատ կարևոր է չտալ հասանելիություն, որպեսզի առանց ձեր թույլտվության կարողանան ձեր կրիպտոարժույթները փոխանցել։ Դա այդ կետը շատ պարտադիր պետք է տեսնեք։ Իրականում, երբ որ օրական շատ գործարքներ եք կատարում, շատ հարթակներում եք գցում, լինում է, որ արդեն ինտուիտիվ եք կատարում այդ գործողությունը ու չեք տեսնում, թե ինչ հասանելիություն եք տալիս իրականում, բայց եթե հարթակը այդքան էլ հայտնի չի, ամեն դեպքում պետք է շատ ուշադիր ու խիստ վերաբերվել դրան, որովհետև մի անզգույշ դրամապանակի գծումը ինչ-որ կայքում կարա ձեր ամբողջ կրիպտոարժույթները ուղղակի անհետանա։
Խոսենք խարդախների մեթոդներից։ Խարդախների մեթոդները հիմնական իրականացման ուղիները դրանք նամակներ բորսայի կամ հեղինակավոր հարթակի կամ հեղինակի անունից իրականում ըստ ամասին հետագա սլայդներում ավելի նկաներով պարզ կխոսենք, դա համար շատ չանադառնամ։ Հաջորդը մանիպուլյացիան արագ փող ստանալու ձգտումը, դա հենց երբ որ մարդկանց փորձում են համոզեն, որ պետքա արագ գործել, որովհետև հիմա եկամուտը ավելի բարձր է, հետո գայում ավելի կքչանա։ Մյուսը արհեստական իրավիճակի ստեղծումն է, երբ ուղղակի արհեստական իրավիճակ են ստեղծում, դա նույնը կարող լինի հենց այդ արագ փողի ստանալու ձգտում, օրինակ ձևացնում են որպես ուրիշ անձ, վախի զգացմամբ մանիպուլյացիա են առաջացնում, օրինակ տվյալ դեպքում կարող լինի, երբ որ մարդուն ստիպել են, որ ներդրում կատարի ինչ-որ բուրգում կամ այլ հարթակում, նրանք կարող են վախեցնել մարդուն, ասեն, որ օրինակ դուք խախտել եք եսի, տվյալ դեպքում կարելի ասել, օրինակ Լիխտենշտեյնի օրենքը եւ դուք այտենց պատասխանատվության կարող եք կրել դրա համար ու այտենց կարող են մարդկանց մոտ տվյալ դեպքում այս երկիրը զուտ օրինակ բերեցի, կարող են ուրիշ բան ասեն ու փորձեն վախ առաջացնեն, որ միգուցե դուք ինչ-որ օրենք եք խախտել եւ պետք չի գնալ ոստիկանություն, ավելավա չդիմել, ոչ մեկին չասել, բայց իրականում դա իրականությունը вообще չի համապատասխանում, ուղղակի դա փորձում են հենց անել, որպեսզի դուք չկարողանաք դիմել եւ ապահ մարմինեն։ Մյուսը ուժեղին բարի մտադրություններով մանիպուլացնելն է, իրականում սկզբից, հա, հենց այդ վստահություն ձեռք բերելու համար, ինչպես նշեցի, կարող է օգնեն, երկար դեր օգնեն, հետո նոր իրենց մտադրությունը կատարեն։ Եվ հետաքրքրասիրության նկատմամբ մանիպուլյացիան, երբ որ փորձեն մաքսիմալ հետաքրքրություն առաջացնել օգտատիրոջ մոտ եւ հենց կորզել օգտատիրոջ գումարները։ Խոսենք կեղծ պրոֆիլներից, հաճախ հայտնի անձանց այտենց կեղծ նախագծեր կամ թոքեններ գովազդելու համար ուղղակի նմանակում են, իրականում այստեղ այդքան էլ պետք չի ասել հենց հայտնի մարդ պետք է լինի, ինչ-որ երկրի նախագահ կամ հենց պաշտոնյա մարդ, հաճախ լինում են օրինակի համար ինֆլուենսերներ կամ մարդիկ, որոնք լոկալ community-ներում են հայտնի եւ փորձում են իրենց ֆուտբոլիստներ, երգիչներ Եվ այստեղ հիմնական պաշտպանվելու մեթոդները դրանք ուղղակի պետք է ստուգել հետևորդների քանակը, թե սոցիալական հարթակում ինչքան հետևորդներ ունի, նայել պրոֆիլի ստեղծման ամսաթիվը, հրապարակումները, թե քանի հրապարակում ունի, երբ է պրոֆիլը ստեղծվել, դա նույնպես շատ կարևոր է, որովհետև հաճախ չէ, միշտ կարելի ասել, խարդախները ստեղծում են այդ պրոֆիլները շատ կարճ ժամանակով, օրինակ եթե տեսնեք, խարդախը կարող է ստեղծած լինի այդ հաշիվը 2-3 օր առաջ ու ձեզ երբ որ փորձի ինչ-որ մարդուն խաբել, այսպես ասած, ինքը ուղղակի այդ հաշիվը ջնջելու է, ու հետագայում նոր հաշիվը բացելու, արդեն փորձելու է նոր մարդկանց վրա ազդել։ Մյուսը հաստատման նշանն է, իրականում այստեղ մի կարևոր ավելացում անեմ, այս վերջը շատ է տարածվել ամբողջ Telegram-ով, գնում են Telegram ակաունտներ եւ գնում են բորսաների ակաունտներ, հաշիվներ, դա շատ վտանգավոր է, բորսաների հաշիվներով այն ինչ որ կարող են անել զեղծարարները, կարող է ձեր նկատմամբ հետագայում առաջացնել քրեական գործեր, դուք կարող եք դառնալ զեղծարարի այնպիսի զոհ, որ հետագայում բարձվի իբր դուք գողացել եք ինչ որ մեկից $1 միլիոն, որը որ կարող է բերել շատ լուրջ հետևանքների, այս վերջերս մի քանի անգամ հանդիպել են խմբերում, որ ցանկացել են գնել ակաունտներ, դա խստիվ արգելվում է, արգելված է թե բորսայի կանոններով, թե յուրաքանչյուր օրենքներով, պետական օրենքներով, դուք երբ որ վաճառում եք ձեր սեփական հաշիվը, ձեզ ենթարկում եք շատ մեծ վտանգի, կարող եք շատ անգամ կարող եք բանտ նստել այդ արարքի համար, որովհետև դուք չեք կարողանալու հստակ ապացուցել, որ դա հենց դուք չեք եղել եւ դուք չեք գողացել այդ $1 միլիոն։ Զեղծարարը կարող է այդ ամենը այնպես քողարկել, որ ամբողջ պատասխանատվությունը լինի հենց ձեզ վրա։ Իրականում շարունակելով ասեմ, որ Հայաստանում այտենց դեպք եղել է, ցավոք սրտի, ու եղել են մարդիկ, ովքեր զբաղվել են դրանով ու շատ մեծ գումարների են կատարել այդ դա կոչվում է
դրոպինգ, այսպես ասած, եւ դրոպեր են հանդիսանում այդ մարդիկ, ու այդ մարդիկ ուղղակի չեն իմացել, նրանց խոստացել են, որ կրիպտոարժույթը կգա, դուք ձեր Binance-ից փոխանցեք այլտեղ ու իրենց լավ տոկոսներ են խոստացել ու մարդիկ այտենց հարյուրավոր միլիոնավոր դրամների այտենց գումարներ էին ուղարկել ու վերջում բարձա արդեն իրավական գործընթաց էր սկսել, երբ որ արդեն եկել են այդ մարդկանց հետևից, բայց իհարկե այդ մարդիկ նշել էին եւ ապացուցել էին, եթե չեմ սխալվում, որ իրանք կապ չունեն, իրանք չեն հասկացել թե ինչ են արել, չնայած նրանց որ իրանք եկամուտ են խոստացել, ամեն դեպքում նրանք չեն հետաքրքրել, որ չեն հասկացել, որ կարող է վատ գործ են անում, բայց ամեն դեպքում այդ պետքա ուշադիր լինել, թեկուզ եթե չգիտեք, ամեն դեպքում պետք է ձեզ հարց տաք, ասեք, լավ, ինձ եթե այդքան տոկոս են տալի, ես ուղղակի կրիպտոարժույթը փոխանցում եմ, ինչի այդ մարդը չի անում, ինչի անպայման պետք է ինձ փոխանցի, հա կարող ասեն, որ մենք գտնվում ենք սանկցիայով երկրում, պետք է անպայման ինչ-որ մարդու փոխանցենք, եթե չեք ուզում ուրիշ մարդիկ շատ կան, որոնք հաստատ համաձայն կլինեն, այդ մթնոլորտներ կարող են առաջացնել, բայց իրականում այնտեղ պետքա շատ սառը դատել ու հասկանալ, որ իրականում նրանք ոչ մեկ էլ չեն կարողանալու գտնել, ովքեր այդ լվացումը կատան։ Իրականում հիմնականում նրանք աշխատում են այն մարդկանց վրա, ովքեր ուղղակի գիտելիք չունեն։ Այդքան տեղեկացված չեն ու չեն հասկանում, թե տեխնոլոգիան ինչ է ներկայացնում։ Հաճախ մարդկանց թվում է, որ այդ քարտով գործար չի, ստե ուղղակի կրիպտոարժույթով է եւ ով պետք է հետաքրվի, ես ինչ վատ բան պետք է անեմ եւ այլն, բայց իրականում շատ կարող է դուք շատ վատ գործի մեջ լինեք ու իրականում չհասկանաք դրա մասին կամ ուշ հասկանաք։ Եվ հետո այստեղ նշեցի, որ հաստատման նշանը փնտրել, դա հենց այդ վերիֆիկացիայի նշանն է։ Իրականում դա էլ շատ հաճախ փրկություն չի, այսպես ասած, որովհետև շատ հարթակներում արդեն ուղղակի մի քանի դոլարով մարդիկ գնում են այդ հաստատման նշանները, բայց հիմնականում խաբեբաները դա չեն անում, որտեղ նրանք փորձում են ընդհանրապես գումար չծախսել ու ամենահեշտ եւ էժան ձևով փորձեն մարդկանց խաբել, բայց իրականում կան հանդիպեն խաբեբաներ, ովքեր այդ վերիֆիկացիայի նշանը ունակ Twitter-ում կամ Instagram-ում 10-15 դոլարով զուտ գնաց լինեն։ Մյուսը երբեք մի կիսվեք անձնական կամ դրամապանակի տվյալներով, իրականում այստեղ է շատ հաճախ մարդկանց համոզում են, օրինակ MetaMask կոչվող դրամապանակում, այնտեղ դրամապանակի գաղտնի բանալին նաև QR կոդով էր ցույց տալիս, հիմա չգիտեմ ցույց տալիս է թե չէ, բայց ժամանակին համել տենց էր ցույց տալիս, ու տենց մարդկանց փորձում են խաբել, որ զուտ QR կոդ է, նկարեք ուղարկեք ինչ որտեղ գրանցվելու կամ եւ այլ բաներով, դա իրանից խնդիր չի ներկայացնում, վտանգ չի ներկայացնում իրենց ընդհանրապես, բայց իրականում հենց այդ QR կոդի մեջ այդ գաղտնի բանալին էր պահված, ու երբ որ ուղարկում էին, փաստացի հասանելիություն էին ստանում դրամապանակին։ Համար դա էլ պետք չի ամեն QR կոդ ուղարկել, հենց QR կոդը կարող է, որ իրոքից շատ այնց զգայուն ինֆորմացիա կարող են պահել։ Այս դեպքում օրինակ MetaMask-ում հա նշում էր, ասում էին, որ երբ որ գնում ես դեպի փորձում ես գտնել քո QR կոդը 1000 անգամ նշում է, որ սա գաղտնի է, սա մի տրամադրեք եւ այլն, բայց ամեն դեպքում մարդիկ չեն կարծում, ցավոք սրտի ու նույնա կարող են ուղարկում են։ Ոստեղ պետք է հիշել, որ եթե առաջարկը շատ լավ է թվում, ճշմարիտ լինելու համար, ամենայն հավանականությամբ դա խարդախություն է։ Իրականում երբ որ գրում են առաջարկում են եկամուտ եւ այլն, ինչ-որ մեծ բաներ են առաջարկում, ուղղակի այնտեղ պետք է հասկանալ, որ եթե այդ մարդը կարողանա դա անի, նա ինքնուրույն կանի եւ ինչի պետք է ուրիշներին փնտրի դրա համար։ Ու հեշտ արագ գումար աշխատելը չի լինում, իրականում միշտ կարելի ասել 100% դեպքերում այդքան հեշտ ամեն ինչը չի աշխատում։ Լավ, անցնելով առաջ, այստեղ մի քանի օրինակներ տեսնենք, կեղծ պրոֆիլների օրինակներ, օրինակ ցախ նկարում տեսնում ենք Elon Musk-ի հաշիվը, նայեք, այստեղ օրինակ Elon Musk-ի կողը այդ վերիֆիկացիայի նշանը կա, սա X հարթակում է նախքին Twitter-ում, բայց երբ որ username-ն ենք նայում, տեսնում ենք, որ գրած է ինչ-որ ուրիշ անուն է գրած, որը իրականում Elon Musk-ի հաշիվը X-ում լրիվ այլ է։ Մյուս օրինակում, օրինակ Binance-ի ստեղծողին են կրկնօրինակել ու Binance-ն էլի վերիֆիկացիայի նշանը ունի, գնված է, բայց երբ որ անունն ենք տեսնում, ստագրած է CZ Chinese, բայց իրականում, եթե չեմ սխալվում, X-ի հաշիվը CZ Binance է գրած, եւ էլի մարդիկ այտենց ուշադրություն չեն դարձնում ու այտենց կարողանում են ու այտենց խաբվում են, բայց այստեղ օրինակ երբ որ
հետևորդներն ենք նայում, տեսնում ենք, որ 39,000-ից ավելի հետևորդ կա, իրականում հետևորդներն էլ շատ հաճախ հենց լցնում են այդ հետևորդներին, դրանք իրականում մարդիկ չեն լինում, դա էլ է խաբեության տեսակ, դա էլ է խաբեության բան հանդիսանում, որ մարդկանց տենց իլյուզիա ստեղծեն, որ ամեն ինչ օրինական է թվում։ Հասնելով առաջ, այստեղ խոսենք Binance-ի անունից կեղծ WhatsApp խմբերից։ Binance-ը ունի խումբ WhatsApp-ում, բայց դա նախատեսված է մենակ նորությունների համար։ Այնտեղ ուղղակի կարելի է կարդալ այն նորությունները, որոնք օրինակ մենք հրապարակում ենք մեր community-ում, մեր Telegram-յան խմբում, այդ WhatsApp խումբը միջազգային խումբն է, անգլերենով է միայն, հայկական խումբ չունենք այնտեղ, ոչ էլ ռուսական, ու երբ որ ձեզ ավելացնում են Binance-ի անունից ինչ-որ տվյալ WhatsApp խմբերում, ուրեմն ձեզ փորձում են խաբել, որովհետև ոչ մի օֆիցիալ WhatsApp-ի խումբ չկա։ Այստեղ պաշտպանվելու հիմնական մեթոդները պետք է ուղղակի անմիջապես դուրս գաք խմբից, հաղորդեք այն որպես spam, ու անհապաղ զգուշացնեք ձեր ծանոթներին, ովքեր նույնպես այդ խմբերում կան, ու տեղեկացնեք մեզ, որպեսզի մենք կարողանանք դա համապատասխան մարդկանց Binance-ում դիմել, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ այդ հարթակները արգելափակել։ Այստեղ օրինակ կարող ենք տեսնել այս կեղծ WhatsApp խմբի օրինակը, այստեղ կարելի է թեկուզ նկարից ընդհանուր կարելի է հասկանալ, որ նկարն էլ այդքան օֆիցիալ, ես ասած տես չունի, անունը գրած է Binance, այստեղ ինչ-որ ուրիշ տառեր թվեր է գրված, որը իրականում, չգիտեմ, երևի ինչ-որ մի տոկեն են կամ կրիպտոարժույթ են ուզում գովազդել, դրա անունը գրված միգուցե, ու այստեղ խումբն էլ, երբ որ տեսնում ենք admin-ներին, այստեղ ուղղակի իրենց հեռախոսի համարներն են նշված ու ինչ-որ Binance-ի նկարով, որը ուղղակի այդպես աբսուրդ է, այդպես բան չի կարող տեղի ունենալ։ Այստեղ խոսենք նաև հիպերհղումներով SMS-ներից, իրականում SMS-ները շատ հաճախ թաքնված են գալիս, ու օրինակ կարող են խաբեբաններ SMS ծանուցումներ ուղարկել հաշվի կասկածելի ակտիվության մասին, ներկայանալը որպես Binance-ի վստահելի աղբյուր, օրինակ, չգիտեմ, ձեր գաղտնաբառը հայտնվել է ինչ-որ վայրերում, դուք անհապաղ մտեք, այստեղ փոխեք ձեր գաղտնաբառը, այս լինկով անցեք ու տենց ձեր գաղտնաբառը իրանք են գողանալու, հետո արդեն ձեր գաղտնաբառի միջոցով փորձեն մուտք գործել ձեր Binance-ի հաշիվ։ Հաղորդագրության տեսնում սովորաբար լինում է հղում կամ հեռախոսահամար զանգելու հնարավորություն, որպեսզի իբր թե դուք ձեր հաշիվը տենց կարողանաք պաշտպանել։ Բայց իրականում հիպերհղումը ինչպես դրանից պաշտպանվել, նախ Binance-ը երբեք այդպես հիպերհղումներով SMS չի ուղարկում։ Հիպերհղումների օրինակը մյուս սլայդում հեսա կտեսնենք օրինակով թե ինչ է իրենց հիպերհղումը ներկայացնում, բայց ամեն դեպքում Binance-ը նման հղումներ, թե կլինի հիպերհղում, թե կլինի սովորական հղում, SMS-ի միջոցով չի ուղարկում։ Binance հաջորդը Binance մուտք գործեք միշտ ձեր հաշիվ ձեռքով մուտքագրելով Binance-ի պաշտոնական այդ լինկը, այսինքն երբ որ եթե իհարկե Binance-ի ծրագիրը չունեք ներբեռնած, թե ձեր համակարգչում, թե ձեր հեռախոսում, չնայած խորհրդատվում հենց միշտ ծրագիրը ներբեռնած ունենաք, բայց ամեն դեպքում երբ որ բրաուզերի միջոցով եք ցանկանում մուտք գործել Binance, այնտեղ միշտ պետք է տեսնեք, որ ճիշտ եք գրում Binance-ը, ճիշտ տեղն եք մտնում, որտեղ էլ եմ ասում, այնտեղ կարող է ի տեղը գրված լինի 1 կամ մեծատառ օրինակ չեմ L գրված լինի ու այտենց դուք չտեսնեք, որ իրականում ուրիշ հարթակ եք մտնում ու հարթակի տեսքը ամբողջովին նման լինի սովորական ձեզ ծանոթ դարձած Binance-ին։ Եթե կասկածում եք, կապ հաստատեք Binance-ի հետ միայն պաշտոնական աջակցության միջոցով։ Binance-ի հետ կարող եք կապ հաստատել մենակ Binance-ի ծրագրի ներսում գտնվող աջակցության ծառայության միջոցով կամ դիմելով մեզ։ Մնացած տարբերակները, եղանակները ուղղակի խաբեություններ են լինելու։ Ու անպայման միացրեք ձեր հակաֆիշինգ կոդի մասին ավելի մանրամասն կխոսենք, դա նույնպես շատ կարևոր կոդ է, որը պարտադիր պետք է ձեր Binance-ում միացրած լինի։ Այստեղ օրինակ կարող ենք հենց այս հիպերհղումի օրինակը տեսնել, այստեղ հեռախոսահամար է տրված, ու երբ որ հեռախոսահամարին սխմեք, փորձեք զանգահարել, կամ թե չեմ սխալվում, այստեղ մի օրինակ էլ պետք է լինի,
լավ, սա մասին դեռ խոսեմ նոր անցնեմ այնտեղ, ստեղ հենց այս հեռախոսահամարը որ տրված է, այնտեղ link կարող է լինի, դուք ուղղակի սխմում եք ու ավտոմատ կայք բացի, բայց հիմնականում թեկուզ համարն է, երբ որ տրված լինի, դուք զանգահարեք ու չգիտեմ, այնտեղ ինչ որ դες խոստումներ տան կամ ասեն շուտ ձեր գաղտնաբառը ասեք, մենք մեր մոտից փոխենք կամ երկու փուլային նույնականացումը ակտիվացնենք, որպեսզի կարողանանք ձեր բանը հաշվեհամարը պաշտպանել։ Այստեղ նկարագրված է, թե ոնց միացնել հակաֆիշինգ կոդը։ Հակաֆիշինգ կոդը իրանից ներկայացնում է 6-ից 8 նիշանի կոդ, որը դուք միշտ կցված է լինելու ձեր նամակներն, այսինքն երբ որ դուք նամակ ստանաք մեյլով կամ SMS հաղորդագրության միջոցով, միշտ ձեր անտիֆիշինգ կոդը գրվելու է։ Դա պաշտպանում է ձեզ նրանից, որ եթե խարդախը մեյլ ուղարկի ձեզ կամ SMS ուղարկի, եթե չլինի անտիֆիշինգ կոդը, նշանակում է օրինական չի, որտեղ Binance-ի դեպքում ինքը միշտ կցված լինելու ձեր հաղորդագրություններին։ Իրականում այնտեղ anti-phishing կոդը շատ կարևոր է նաև հիշել, ինչ ենք դրել, որովհետև ու չծամադրել ուրիշներին, որովհետև anti-phishing կոդի գաղափարը հենց նրանում է կայանում, որպեսզի մենակ մենք իմանանք եւ մենք կարողանանք վավերացնենք, տեսնենք, որ այդ կոդը մենք ենք դրել, հենց դա են ուղարկել, որովհետև խարդախը եթե չգիտի ձեր կոդը, չի կարող, այսինքն ուղարկել։ Եթե ուղարկի նամակ ձեզի, այդ կոդը հավանաբար չի լինելու կամ սխալ կոդ է լինելու, դրանից դուք կարող եք արդեն հասկանալ։ Կեղծա դա համարվում, կեղծա այդ նամակը, թե հենց պաշտոնապես Binance-ից է։ Այստեղ հակաֆիշինգ կոդը միացնելու համար կարող եք անցնել կարգավորումներ բաժինը ու կարգավորումներ բաժնից թե վեբ հավելվածից եւ թե Binance-ի ծրագրից, եթե անցնեք կարգավորումներ բաժին, այնտեղ պաշտպանություն, կտեսնեք արդեն հենց anti-phishing կոդ գրված է, որը հավելյալ պաշտպանությունը ձեր Binance-ի հաշվին։ Harmony քո միկրոֆոնը։ Լսում ա։ Լսում եմ։ Ահա։ Կեղծ հղումներով նամակներ խարդախները շատ հաճախ ուղարկում են էլեկտրոնային նամակներ ձեր Google-ին, Mail.ru-ին կամ Yandex-ին, նայած թե դուք որ մեյլով եք գրանցվել, նամակներ, որոնք տեսքով նման են Binance-ի իրական նամակներին, բայց պարունակում են կեղծ հղումներ ձեր մուտքի կամ անձնական տվյալները գողանալու նպատակով։ Նման նամակներում կարող են պնդել, որ ձեր հաշվի հետ խնդիր է առաջացել, առաջարկել սահմանափակ ժամանակով առաջարկ կամ խոստանալ պարգևատրում։ Այս ամենը արվում է միայն մի նպատակով, որպեսզի ձեզ ստիպեն, որքան հնարավոր է արագ անցնել հղումով։ Այն հղումով, որոնք որ իրենք կտեղադրեն այդ նամակի մեջ։ Ինչպես պաշտպանվել, մի անցեք կասկածելի հղումներով, սա ոչ միայն վերաբերվում է էլեկտրոնային նամակներին, այլ նաև Telegram, Viber, WhatsApp, Messenger-ներով, երբ ձեզ գրում են անձնական նամակներ եւ ուղարկում են որևիցե link, անգամ եթե այն չի վերաբերվում որևիցե առաջարկի եւ չի վերաբերվում կրիպտոին, սակայն դա անծանոթ link է եւ առավել եւս կասկածելի է, օրինակ չի ավարտվում .com կամ .ru վերջավորությամբ, օրինակ ունի .xyz, .io նմանատիպ վերջավորություններ ունի, դա ամենայն հավանականությամբ զեղծարարի կողմից ստեղծված կայք է, որտեղ դուք մոտ գործելով կարող եք շատ վատ հետևանքներ ունենալ, նրանք կարող են տեսնել ձեր դեմքը, նկարել ձեր հեռախոսով ձեր դեմքը, կարող են գողանալ ձեր անձնական տվյալները, կարող են վիրուսով վարակել ձեր հեռախոսը եւ հասանելիություն ստանալ ձեր հեռախոսին։ Ինչպես պաշտպանվել, ուղղակի մի անցեք նմանատիպ հղումներով, կապ չունի դա կլինի էլեկտրոնային նամակով, թե անձնական նամակագրությամբ, օգտագործեք միայն պաշտոնական հավելվածը եւ կայքը եւ ինչպես նշեցինք, միացրեք հակաֆիշինգային կոդը։ Կեղծ հղումներով նամակների օրինակներ աջ կողմում դուք տեսակ այստեղ հիմա դուք տեսնում եք, թե ինչպես պետք է լինի իրական anti-phishing կոդով ուղարկված նամակը։
կեղծ խաղարկություններ, տարբեր կայքերում տեղի են ունենում եւ տարբեր խմբերում տեղի են ունենում կեղծ խաղարկություններ, ձեզ կարող են ցույց տալ հավանական մեծ եկամուտ, օրինակ երբ որ դուք սկանավորեք Binance Red Pack-ի QR կոդը, սակայն դա ոչ թե Binance Red Pack-ի QR կոդ է, այլ օրինակ այն կարող է լինել QR կոդ, որով դուք մուտք կգործեք Binance մեկ այլ օգտահաշվից եւ հասանելիություն կտաք նրանց, որովհետեւ կան նման ֆունկցիա, երբ մարդը ցանկանում է համակարգչով մուտք գործել, նա կարող է սկանավորել իր հեռախոսով տվյալ QR կոդը ծրագրի միջոցով եւ միանգամից հասանելիություն ստանալ այդ համակարգչում ձեր ամբողջ օգտահաշվին։ Նրանք կարող են կեղծել այդ QR կոդը եւ տրամադրելով ձեզ կեղծ QR կոդ Binance Red Pack-ի օրինակ տեսքով դուք կանցնեք այդ QR կոդը կսկանավորեք եւ կտրամադրեք միանգամից ամբողջ հասանելիությունը ձեր օգտահաշվի տվյալ զեղծարարներին։ Կեղծ հաղորդագրություններ Binance-ի աշխատակիցներից, նախ նշեմ, որ Binance-ի angel-ները երբեք իրենք առաջինը չեն գրում, իսկ եթե գրում են օրինակ աշխատողները, նրանք անպայման տալիս են ձեզ հնարավորություն, որպեսզի դուք իրենց վերիֆիկացնեք։ Խաբեբաները ներկայանում են որպես Binance-ի աշխատակիցներ ձեր տվյալները գողանալու համար։ Նրանք օգտագործում են այն վստահությունը, որը Binance-ը ձեռք է բերել տարիների ընթացքում, փորձելով ձեզ ստիպել տրամադրել գաղտնի տեղեկատվություն։ Ինչպես պաշտպանվել, Binance-ի աշխատակիցները երբեք առաջինը չեն գրի եւ չեն հարցնի ձեր մուտքի տվյալները կամ 2FA կոդերը, двухфакторный աուտենտիֆիկացիան, եթե ռուսերենով ասենք, այսինքն նրանք չեն հարցնի անձնական տվյալներ։ Երբեմն լինում է, որ Binance-ի աշխատակիցները ձեզ գրում են որևիցե առաջարկով, բայց դա շատ հազվադեպ է լինում, օրինակ կարող են գրել P2P մերչանտին կամ որևիցե մի թրեյդերի, ով ունի շատ լավ արդյունքներ, բայց դա շատ հազվադեպ է տեղի ունենում եւ դուք մի մտածեք, որ դուք հենց այդ եզակի մարդն եք։ Եթե ձեզ գրում են եւ ներկայանում են, որ իրենք Binance-ի աշխատակից են, նաեւ միանգամից տրամադրում են նույնականացման տարբերակ, որտեղ հենց Binance-ի կայքում, որտեղ որ դուք կարող եք նույնականացնել, թե արդյոք այդ մարդը իրոք աշխատակից է, թե զեղծարար է, զգույշ եղեք Binance-ի աշխատակից ձևացողներից, եթե ստացել եք հաղորդագրություն մեկից, ով պնդում է, որ Binance-ի աշխատակից է եւ հարցնում է գաղտնի տեղեկություններ, մի պատասխանեք այդ նամակներին, կարող եք միանգամից բլոկավորել, անմիջապես արգելափակեք եւ մեզ հաղորդեք, գրեք խմբում, մենք շատ արագ կարձագանքենք։ Ու ստեղ շարունակեմ, ասեմ, որ 2FA-ը երկփուլանի նույնականացումը շատ կարևոր է, որ դուք միշտ միացրած ունենաք, խոսքը միայն Binance-ի հավելվածի մասին չէ, այլ ընդհանուր ձեր ծրագրերից, որոնք օգտագործում եք, միշտ այդ երկփուլանի նույնականացումը միացրած ունեցեք, որպեսզի շատ դժվար դառնա խարտախների կողմից ձեր օգտահաշիվը գողանալը, վերջերս երբ որ WhatsApp-ի հաշիվներ են գողանում, այն մարդիկ, ովքեր երկփուլանի նույնականացումը միացրած են լինում, չեն կարողանում կատարել, այսինքն շատ անգամներ ավելի դժվարանում էր ու ավելի բարդ է լինում այդ խարտախների տեսանկյունից այդ ձեր օգտահաշիվը գողանալ, դրա համար միշտ աշխատեք օգտվեք օրինակ Google Authenticator կլինի կամ այլ ծրագրերից միշտ դա միացրեք։ Նույնը վերաբերում է Telegram-ին, քանի որ կրիպտո օգտատերերի մեծ մասը օգտվում է Telegram հարթակից, Telegram հարթակում ունենալ երկփուլանի նույնականացում եւս շատ կարեւոր է, կան մարդիկ, ովքեր որ իրենց ամբողջ գաղտնաբառերը եւ ամբողջ կրիպտո տեղեկատվությունը կլինի օրինակ wallet-ի seed phrase-ը թե այլ տեղեկություն պահպանում են Telegram-ի իրենց избранный բաժնում,
այդտեղ պաշտպանվելու միակ տարբերակը, որպեսզի այդ տեղեկատվությունը չհայտնվի զեղծարարների ձեռքում, դա ունենալ երկփուլային նույնականացում։ Կեղծ հաղորդագրություններ Binance-ի աշխատակիցներից դուք տեսնում եք օրինակներ, Ստեղ ևս մի քանի օրինակներ։ Նորից օրինակներ։ Կեղծ կրիպտոարժույթներ, խաբեբաները ստեղծում են թոքեններ, որոնք նմանակում են Պետք է շարունակեմ։ Ձայնը կա։ Լսում ենք, այո, ձայն։ Կապի խնդիր էր։ Խաբեբաները ստեղծում են կեղծ թոքեններ, որոնք նմանակում են իրական կրիպտոարժույթներին, խաբեությամբ ստիպելով օգտատերերին գնել դրանք կամ փոխանցել գաղտնի տվյալներ։ Նման սխեմաները հաճախ տարածվում են Telegram և WhatsApp մեսենջերների միջոցով և այլ սոցիալական հարթակների միջոցով։ Մասնավորապես ներկայիս X-ը նախկին Twitter-ը։ Twitter-ում շատ տարածված է նմանատիպ խարդախության տարբերակը, գողանում են նախ որևիցե հայտնի մարդու էջ կամ կրկնօրինակում են այդ էջը և ստեղծում են որևիցե մի քոյնի կամ տոկենի կրկնօրինակը, փորձում են դա վաճառել տարբեր մարդկանց, տեղադրելով հղումը։ Ամենատարածված ձևերից մեկը կեղծ նախավաճառքի առաջարկն է, pre-sale է կոչվում անգլերեն, որտեղ խոստանում են ապագայում բարձր լիստինգի գին, համեմատած նախավաճառքի փուլում ցածր գնի հետ։ Սա շատ տարածված է և մարդիկ շատ հաճախ են խաբնվում նման հայտարարություններին, քանի որ ցանկանում են pre-sale շրջանում, նախավաճառքի շրջանում շատ էժան գնով գնել և հետագայում արագ հարստանալ։ Ինչպես պաշտպանվել, միշտ կատարեք սեփական ուսումնասիրությունը, նախքան թոքենում ներդրում կատարելը։ Դա շատ կարևոր է, կարող եք փնտրել տարբեր հարթակներով այդ տոկենի մասին տեղեկատվություն, կամ եթե ինքնուրույն չեք կարողանում այդ ամենը կատարել, նորից կարող եք գրել խմբում, մենք կամ խմբի մնացած անդամները փորձենք հնարավորինս արագ և հնարավորինս ճիշտ պատասխանել ձեր հարցերին։ Օգտագործեք կեղծ կրիպտոարժույթների օրինակներ։ 2024 թվականի հուլիսին Binance-ի Risk Intelligence թիմը հայտնաբերեց Boom անվամբ ակտիվ, որը պարզվեց կեղծ թոքեն է։ Boom-ի լիկվիդայնության փուլը PancakeSwap-ում ուներ շատ ցածր լիկվիդայնություն, ընդամենը $3380, որը ամբողջությամբ տրամադրել էր ստեղծողը։ Այս թոքենի շուկական արժեքը շատ ցածր էր։ Այն նմանակում էր իրական մեկ այլ Boom թոքենի և բազմաթիվ մարդիկ խաբնվեցին, մինչև որ այս թոքենը բոլոր հարթակներով տեղադրեցին և ցույց տվեցին, որ սա կեղծ թոքենն է։ Նորից կեղծ կրիպտոարժույթների օրինակներ, կասկածելի փոխանցումներ։ Ձեզ ուղարկում են օրինակ կեղծ USDT-ներից մեկի stablecoin USDT, կեղծ USDT-ներից մեկի օրինակ USDT-Z, այն ունի իրական արժեք 100 անգամ ցածր, քան սովորական USDT-ին, չնայած այն հանգամանքին, որ թոքենի լիկվիդայնությունը կազմում էր ընդամենը մի քանի $1000, ավելի քան 11.18 միլիոն հասցե ստացել էր այդ թոքենը։ Սա անսովոր է, իրական թոքենների դեպքում լիկվիդայնությունը պետք է համաչափ լինի պահողների քանակին։ Ինչպես չդառնալ խաբեության զոհ։ Միշտ եղեք ուշադիր, մի խաբնվեք բարձր եկամուտի խոստումներին և
ամեն կասկածի դեպքում միանգամից հարցրեք մեր խմբում, դա ամոթ չէ հարցնելը, դա ձեզ ապահովագրում է ֆինանսական կորուստներից, օգտագործեք ստուգված եւ վստահելի հարթակներ, ինչպիսին են Binance-ը եւ նմանատիպ այլ բորսաները, միացրեք երկփուլանի նույնականացումը, մուտք գործելուց առաջ ստուգեք կայքերի URL հասցեները, օրինակ կարող են ստեղծել binance.ru, որը որ կլինի կեղծ, կամ binance. Օրինակ TV, որը նույնպես կլինի կեղծ կայք, պետք է շատ ուշադիր լինեք, սովորեք ճանաչել ֆիշինգային հարձակումները, երբ ձեզ ուղարկում են կեղծ URL, կայքի կեղծ URL-ը, օրինակ շատ հաճախ անգլերեն L եւ E տառերը կեղծում են, քանի որ այդ տառերը մեծատառ եւ փոքրատառ գրելու դեպքում հնարավոր է նմանեցնել մեկը մյուսին եւ այդպիսով կեղծել, երբեք մի կիսվեք ձեր գաղտնի բանալիներով, միշտ կատարեք սեփական ուսումնասիրություն ներդրում կատարելուց առաջ, եղեք կասկածամիտ ոչ իրատեսական առաջարկների նկատմամբ, սա շատ կարևոր է, երբ ձեզ օրինակ առաջարկում են, որ Binance-ում listing է եղել, օրինակ նմանատիպ իրական դեպք է եղել, երբ ձեզ առաջարկում են գնել մի տոկեն, որը X2 է կոչվում, եւ այն կկրկնապատկի ձեր դեպոզիտը, եթե դուք գնեք $100 այդ X2 թոքենից, դուք մի քանի րոպե անց կվաստակեք $200, դա ոչ իրատեսական է եւ ակնհայտ կեղծիք է, մշտապես բարձրացրեք ձեր գիտելիքները կրիպտոարժույթների եւ անվտանգության ոլորտում։ Հիմա արդեն ինձ թվում է կարող եք ձեր հարցերը գրել, մենք փորձենք պատասխանենք, իրականում հարցերը կարող լինեն ոչ միայն խարդախության հետ կապված, այլ ընդհանուր կրիպտոյի հետ կապված ինչ հարցեր ունեք, մենք պատրաստ ենք բոլոր ձեր հարցերին պատասխանենք, կարող եք հենց chat-ում գրել, այստեղ կամ մեր խմբում կարող եք գրել կամ այստեղ այս Binance QR-ում։ Ու հետո խաղանք մեր ավանդական կախուտը։ Մի քանի րոպե սպասենք, տեսնենք ինչ հարցեր ունեք, եթե ունեք պատասխանենք, նոր անցնենք կախուտին, եթե չէ, անցնենք կախուտին միանգամից։ Ինձ թվում է ավելի լավ է կախուտը խաղանք, եթե հարցեր լինեն, վերջում կպատասխանենք։ Շատ լավ, տենց էլ անենք։ Ես հիմա այստեղ կարևոր է տեսնել սա միացրածը, որպեսզի հարցերը ձեր մոտ լինի, ձեզ ավելի հեշտ լինի։ Ես հիմա միացնեմ։ Ես հետևում եմ մեր Telegram-յան խմբին, եթե հարցեր լինեն, անպայման մենք կպատասխանենք վերջում։ Կարող եք այստեղ QR կոդը սկանավորել, ես կարող եմ ավելի մեծացնել, որ ավելի հարմար լինի ձեզ համար, այստեղ կամ QR կոդը, կամ այս PIN-ը ուղղակի գրեք եւ միացեք։ Մենք $200 տենց պրիզավոր պուլ ունենք, առաջին 5 հաղթողների համար, դրա համար թեմաները 7-ից այդքան էլ բարդ թեմա չի, կարծում եմ ով լսել է կամ շատերից թվում արդեն կարող տեղեկացած է լինեն ու հաղթեն։
Մի քանի րոպե սպասենք, մինչև բոլորդ մտնեք եւ սկսենք։ Բայց շատ քիչ եք է, sense մայրի խմբում էլ տեղադրենք։ Ես անպայման կսպասեմ ձեր հարցերին, շատ վատ է, երբ մարդիկ խաբվում են եւ նոր են գրում իրենց հարցերը մեր խմբում, նորից հիշեցնեմ, ավելի լավ է նախորոք հարցնել, քան ասել ամոթ է, որ ես նմանատիպ հարց տամ, մի ամաչեք, հարցրեք, չի բացառվում, որ անգամ հենց հիմա որևիցե մեկին այս ընթացքում գրեցին, մեր ուղիղ եթերի ընթացքում գրեցին եւ ինչ որ խարդախության տարբերակ առաջարկեցին, եթե դες գրում են, կապ չունի, հիմա գրել են այսօր, կգրեն վաղը, մի ամաչեք եւ տվեք ձեր հարցերը, որպեսզի չդառնաք զեղծարարության զոհ։ Մեզ միացել է կենտրոնական բանկը, ուրախ եք տեսնել։ Հույս ունենք, հենց կենտրոնական բանկը չի, որի մասին գիտենք։ Հետաքրքիր ով ադրել է սանց, հետո որ հաղթեք լավ կիմանանք։ Վերջում պետք է ուղարկեք screenshot-ը մեզ անձնական նամակագրությամբ։ Մենք հիշեք, մենք առաջինը ձեր չենք գրելու։ Հա, անպայման ժող այդ վերջում առաջին 5 տեղը, առաջին 5 զբաղեցրած տեղերը անպայման screen արեք, ուղարկեք մեզ ու ձեր բիլանսի ID-ն էլ որ անպայման ուղարկեք ու գոնե միջև շաբաթվա վերջ ուղարկեք, որտեվ լինում են դեպքեր, երբ մարդիկ երկար ժամանակ չեն ուղարկում, մեկ էլ հետո ուղարկում են, արդեն բոլորը ուղարկած ենք լինում, դա համար խնդրենք գոնե շուտ ուղարկեք։ Սկսում ենք։ Շատ քիչ մեր մարդիկ են միանում խաղին, չգիտեմ, խի կախուտը չեն սիրում, թե չեն ուզում հաղթեն։ Մեզ Binance-ով դիտում է 35 հոգի։ Լավ, ստում արդեն սկսենք, մեզ ոնց որ են մարդիկ չեն միանում։ Սկսենք։ Ահա, գնաց։ Որն է բլոկչեյնի այն առանձնահատկությունը, որը գրավում է խարդախներին։ Առաջին, գործարքների արագությունը եւ էժան լինելը, օգտատերերի կեղծ անանունությունը, պետական մարմինների կողմից վերահսկողությունը, թե գործարքների ցանկացած բայի չեղարկելու հնարավորությունը։ Այստեղ օգտատերերի կեղծ անանունությունը։ Ինչ պետք է անեք, եթե ստացել եք SMS Binance-ից, որտեղ կա հղում։ Առաջին, համտեսել, քանի որ Binance-ը երբեք հղումներով SMS չի ուղարկում, սեղմել հղմանը հաշիվը թարմացնելու համար, ուղարկել ձեր հաշվի տվյալները պատասխան հաղորդագրությամբ կամ տեղեկացնել ընկերներին, որ նրանք նույնպես սեղմեն հղմանը։ Ահա, ճիշտ է, բոլորը ճիշտ է գուշակել, այստեղ պետք է անտեսել, քանի որ Binance-ը, ինչպես նշեցին, երբեք հղումներով SMS չի ուղարկում։ Ինչպես սոցցանցերում տարբերել հայտնի մարդկանց իրական էջերը կեղծ էջերից։ Իրական էջերը միշտ ունենում են գունավոր նկարներ, կեղծ էջերը երբեք չեն հրապարակում նորություններ, իրական էջերը միշտ առաջարկում են անվճար բիթքոիններ
ստուգելով հաստատման նշանը եւ հետևորդների քանակը։ Ճիշտ է, ստուգելով հաստատման նշանը եւ հետևորդների քանակը։ Որն է հակաֆիշինգային կոդի հիմնական նպատակը, դա հենց անտիֆիշինգ կոդն է, որի մասին խոսում ենք։ Այն արագացնում է գումարի ելքագրման գործընթացը, օգնում է տարբերել իրական նամակները կեղծերից, փոխարինում է ձեր հիմնական գաղտնաբառին, թույլ է տալիս անվճար մասնակցել խաղարկությունների։ Օգնում է տարբեր իրական նամակները կեղծերից, չի փոխարինում ձեր հիմնական գաղտնաբառը, ձեր հիմնական գաղտնաբառը կա, սա ուղղակի հավելյալ գաղտնաբառ է, որը կցված է լինում SMS-ին կամ էլեկտրոնային նամակներին։ Binance-ի աշխատակիցները երբեք առաջին անձնական նամակ չեն գրում, ճիշտ է, սխալ է։ Ճիշտ է, Binance-ի աշխատակիցները երբեք առաջինը նամակ չեն գրում։ Ես կշարունակեմ այստեղից։ Որն է պաշտպանության լավագույն միջոցը։ Անծանոթների տված բոլոր հղումներով անցնելը, յուրաքանչյուր նոր առաջարկին առանց ստուգելու հավատալը, գաղտնաբառերը բաց պահելը, զգոնությունը եւ շարունակական կրթությունը։ Ճիշտ է։ Որն է երկփուլանի նույնականացման առավելությունը։ Ստեղծում է պաշտպանության լրացուցիչ շերտ ձեր հաշվի համար, կանխատեսում է կրիպտոարժույթի գները, թույլ է տալիս գումարը փոխանցել առանց միջնորդավճարի, թե թաքցնում է ձեր հաշվեկշիռը այլ օգտատերերից։ Այդտեղ եւս սրա մասին խոսել ենք։ Կարծում եմ պետք է ճիշտ պատասխանեք։ Այո, ստեղծում է պաշտպանական լրացուցիչ շերտ ձեր հաշվի համար, չէ, այստեղ ոչ թույլ է տալիս գումար փոխանցել առանց միջնորդավճարների, ոչ էլ թաքցնում է ձեր հաշիվը այլ օգտատերերից։ Անպայման խորհուրդ կտամ Google Authenticator կամ հիմնական Google Authenticator-ից ավելի հեշտ լինում օգտվել, փորձեք դա օգտվել, կարգավորել ձեր ծրագրին։ Binance P2P-ում գործարքը կարելի է կատարել նաև Binance-ից դուրս։ Ճիշտ է, թե սխալ է։ Այո, սխալ է, Binance-ից դուրս որևէ P2P որևէ գործարք չի թույլատրվում կատարել։ Ինչ պետք է անել նախքան նոր ստեղծված կրիպտոարժույթում ներդրում կատարելը։ Անմիջապես գնել, քանի դեռ գինը չի բարձրացել, հավատալ սոցցանցերում բլոգերների գովազդներին, ներդնել ամբողջ խնայողությունները եւ ուսումնասիրել նախագծի կայքը եւ ստեղծողներին։ Ճիշտ է, ուսումնասիրել անպայման նախագծի կայքը, ստեղծողներին, ինչպես նաեւ white paper-ը։ Անպայման, եթե կայք ուսումնասիրեք, անպայման նաեւ հետևեք, որ white paper լինի եւ կարդաք, հասկանաք, թե white paper-ը իրանից ինչ է ներկայացնում։ Եվ վերջին հարցը. ինչ պետք է անել, երբ առաջարկում են վճարի դիմաց հետ վերադարձնել կորցրած գումարը։ Վճարել եւ սպասել գումարին, տրամադրել հաշվի տվյալները, արգելափակել եւ դիմել միայն ոստիկանություն, խնդրել զեղչ ծառայության համար։ Այո, արգելափակել եւ դիմել միայն ոստիկանություն։ Իրականում սրա մասին այդքան շատ չխոսեցինք, բայց հիմնականում մարդիկ գումարներ ավելի շատ կորցնում են, երբ որ արդեն գումարը կորցրել են եւ նրանց առաջարկում են այդ եղած գումարը հետ վերադարձնել, ու այստեղ էլ շատ կարեւոր է չհավատալ նման բաներին, ու շատ հաճախ հենց այդ մարդիկ, ովքեր ձեզնից գումար գողացել, նրանք են հենց գրում, ձեզ հենց հայտնվում միանգամից եւ առաջարկում են հետ բերել, իրականում դա շատ դեպքերում 99.9% դեպքերում այսպես ասած խաբեություն է լինում։ Միայն պետք է արգելափակել եւ դիմել իրավապահ մարմիններին։ Հիմա տեսնենք տեղերը, երրորդ տեղ Հարութ, երկրորդ տեղ Հարի, առաջին տեղ Հովո։ Սեղ 4-5-րդ տեղը Լևոն, 5-րդ տեղը Կենտրոնական բանկ, ինձ հետաքրքիր ով է Կենտրոնական բանկը, բայց առաջին 5 հաղթողները թող ուղարկեն իրենց սկրինը
տեղի զբաղեցրած տեղի ու իրենց Binance-ի ID-ները ու անպայման պետք է լինեն հայկական KYC անցած, այսինքն նրանց հաշիվները Binance-ի պետք են հայկական անձնագրով լինեն։ Այլ երկրի անձնագրով բացած Binance-ի հաշվով, թեկուզ այլ երկրներից միացրած կլինեն, արգելված է, չի կարելի մասնակցել։ Դա մենք ստիպված ենք լինելու ձեր դիսկվալիֆիկացիա անել, այսպես ասած։ Մենք անհամբեր կսպասենք կենտրոնական բանկի նամակին։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր է ով է կենտրոնական բանկը, միգուցե նաև աշխատակից լինի։ Այո։ Ընդհանուր այսօրվա համասեսիայի ընթացքում 1 ժամ 15 րոպե խոսեցինք, ես մտածում եմ դեպի 30-45 րոպե ոչ շատ երկար խոսեցինք։ Եվ ընդհանուր մենք ամենակարևոր թեմաներից, այսպես ասած, բոլորից խոսեցինք։ Ճիշտ է, թեման խարդախության նենց է, որ անվերջ կարելի է խոսալ, որտեղ անվերջ նոր ինչ-որ բաներ են հայտնվում, բայց ինձ թվում է մենք հիմնական այդ մեխանիզմների մասին զրուցեցինք, իրար հետ քննարկեցինք։ Եթե հարցեր ունեք, վերջի րոպեների ընթացքում կարող գրեք ձեր հարցերը եւ շնորհավորում եմ նորից հաղթողներին, դուք էլ ձեր Binance-ի ID-ները եւ սկրինները անպայման ուղարկեք, որպեսզի մենք ձեզ նվերները կարողանանք ուղարկել։ Եթե չունեք հարցեր, ես գրեմ արդեն մենք անջատել ես ուղի եթերը։ Շնորհակալ ենք բոլորիդ միանալու համար, դեռ կհանդիպենք։